Վախը երևի ամենահաճախ հանդիպող էմոցիան է, որը դառնում է հիմքը շատ եւ շատ խնդիրների անապահովությունը, դա եւ վախը իրանք անմիջապես իրար հետ կապակցված են։ Անապահովությունը տալիս է վախը ավելի հաճախ է վախը տալիս է անապահովություն։ Սիրո արտահայտությունն էլ է դա ապահովություն տալիս մարդուն։ Եթե դա չի լինում, նա իրան շրջապատում է տակվել մակով, նա հագնում է ինչ-որ տնային շորեր, որով փափլիկ տաք է լինում, արջուկը անպայման գրկում, այդպես քնում է։ Մարդը կրում է այն, ինչը արտահայտում է իր ներսի վիճակը։ Դժբախտաբար իրենց մեջ սև է գույներից ավելի շատ է, քան մեկ ուրիշ գույնը։ Մեկ գետին մեկ էլ կա սանրվածք, երբ որ այստեղից մասը գալիս է համարյա թե աչքերի մեջ է մտնում, նա ծածկում է աչքերը։ Իսկ ինչի աչքերը ծածկում։ Անապահովության զգացողություն ունեցող մարդը լինում է կասկածանիտ։ Այո։ Ողջույն, այսօր խոսելու ենք բազայի զգացողություններից մեկի ապահովության զգացողության մասին։ Սակայն նախքան դա կխնդրեմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև գտնել մեզ այլ սոցիալական հարթակներում։ Կխնդրեմ նաև աջակցել մեզ Patreon-ի միջոցով։ Ձեր աջակցությունը մեզ հնարավորություն է տալիս շարունակելու մեր գործունեությունը։ Եվ այսպես ապահովության զգացողություն։ Սա զգացողություն է, որը մեզ դարձնում է ինքնավստահ։ Սա զգացողություն է, որի բացակայությունը մեզ դարձնում է փոքրիկ։ Ինքնազգացողությունը ամենայն դեպս ինքն անկալում է հենց այդպիսին է լինում։ Եսը փոքրանում է։ Առաջ է գալիս տագնապը, վախերը, որովհետև չունես այդ ապահովության զգացողությունը։ Կան նաև որոշակի արարքներ եւ մեխանիզմներ, որը մարդը անում է ենթագիտակցաբար, չգիտակցելով հենց իր ինքնա ապահովության զգացողությունը վերադարձնելու, վերականգնելու համար։ Այսօր այս մասին ենք խոսելու հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև։ Նախաբանս մի փոքր երկար ստացվեց Տիկին Ծատուրյան։ Բայց շատ լավ էր, որովհետև արդեն մեզ լսողները լրիվ պատկերացում ունեցեն, թե այսօր ինչից են հաճույք ստանալու։ Այսօր հաճույք են ստանալու, որովհետև մենք նրանց սովորեցնելու ենք, թե ինչպես կարող են վերականգնել այդ ապահովության զգացողությունը եւ Կորցրած կորցվածն։ այո։ Եվ այսպես Տիկին Ծատուրյան, ինչ է կատարվում մարդու ներսում, երբ նա իրեն ապահով չի զգում։ Նա առաջինը երևի ամենաառաջինը դա տագնապն է։ Տագնապն է եւ իսկ տագնապը դա վախի դրսևորումներից մեկն է, որտեղ տագնապն ու վախը որոշ առումով ոմանիշներ են։ Համարում է, որ վախը անցյալի նկատմամբ, տագնապը ապագայի եւ այդ զգացողություններով ապրելը ինչ է տալիս է անհանգստություն, այսինքն անընդհատ անձը լինում է, գտնվում է այդ տագնապային վիճակը, որ նա մեկ էլ դա ինչով է արտահայտվում, բառոց չեմ հասկանում, հետս ինչա կատարում, ինձանից անկախ, սովորաբար սկսում է նաև այդ բառակապակցությամբ, ինձանից անկախ տխրեցի, ջղայնացա, տրամանությունից մեկ լավ էր, հետո շատ խիստ կտրուկ վատացավ, այդ բոլոր բաները եւ էլի նմանատիպ բաները նա սկսում է թվարկել եւ այստեղ մենք ինչ ենք հասկանում, որ հարցնում ես, ասում ես, իսկ ես ապահով ես զգում, լավ ես քեզ զգում, ես կմտածի, կասի, չէ, էլի, այդ ուրեմն անապահովությունն է, հա, արդեն ինքն է սկսում մտածելով, հասկանում է, որ դա անապահովություն է եւ գլխավերևը կանգնած է այդ վախը, տագնապը վախը։ Այդ դրանով է բան լինում, ինչպես վերականգնի, նախ մենք պետք է այդ մարդու հետ աշխատենք վախերի վերաբերյալ, վախը ինչ է։ Վախը, երբ որ հարցնում ես անձին վախը ինչ է, վախը ասում է ձեռքերս քրտնում եմ։ Ես ասում եմ, ես չեմ հարցնում ինչ է լինում վախի ժամանակ, վախը ինչ է, շատ դժվար թվում է, որ բոլորը ասում են վախենում, բայց որ հարցնում ես վախը ինչ է, երբեք միանգամից չեն պատասխանում։ Դրա համար ես չեմ զլանում կրկնել, որովհետև վախը երևի ամենահաճախ հանդիպող էմոցիան է, որը դառնում է հիմքը շատ եւ շատ խնդիրների։ Վախը ինչ է, կամաց մի հատ վախ պատի։
ինձ թվում է, որ վաղը ինչ որ մի բան կլինի, որ ինձ հետո կլինի բադ։ Ինձ թվում է տանը մենակ չեմ կարող մնալ, ինձ թվում է, որ գող կմտնի։ Գիշերը մթան մեջ վախենում եմ, որտեղ ինձ թվում է լուսամուտից ինչ որ մեկը ասում դու որ բառը հիմա օգտագործեցիր ամենաշատ մտածում է թվալը, ասում հա թվալը, ուրեմն վախը ինչ է։ Վախը թվացյալին, պատկերացրածին, ոչ իրականին, վատին, չարին, վիրտուալին հավատարն է ընդամենը։ Դրա համար մենք վերադառնում ենք իրականության դաշտ, մենք էլ չենք վախենում ուրիշ բան, որ կա սիտուացիաներ, որ մենք պետք է ուղղակի զգուշանանք, եւ նաեւ ես հիմա ուղղակի չեմ ուզում ֆորս մաժորային հոգեբանության մասին խոսել, որ հիմա կարող է մեզ լսողները ասեն, բա չէ որ երեխայից տարում են բանակ, ես վախենում եմ, որ հետը մի բան չպատահի։ Դա մի քիչ ուրիշ է, բայց նույնիսկ դա ենթադրություն է, չէ, որտեվ կա երեխա, որը դե երեխա չի իհարկե, դա արդեն 18-20 տարեկան երիտասարդ տղամարդ է, կա երիտասարդ տղամարդ, որը վերադառնում է, կա երիտասարդ տղամարդ, որը չի, էլի ենթադրություններ չի, ուղղակի այդ ենթադրությունը իրականությանը բավականին մոտ է կանգնած։ Դրա համար մենք հասկանում ենք անապահովությունը, դա եւ վախը իրանք անմիջապես իրար հետ կապակցված են։ Անապահովությունը տալիս է վախը ավելի հաճախ է վախը տալիս է անապահովություն։ Դրա համար մենք վախը եթե հանենք, մենք կհասկանանք, որ շատ հարցերը, որ մենք ենթադրում են, դա այդ հարցերը մեր ձեռքի մեջ են, եթե չի ենթադրեմ, իսկ ինչի եմ ենթադրում, որտեվ սակավ ինֆորմացիա ունեմ։ Թող ես իմ ինֆորմացիաները լրիվ ստանամ, հետո նոր եզրակացություններ անեմ։ Թող ես դարակ պահեմ իմ ուղեղի մեջ, ասենք թե անապահովություն։ Ես կասկածում եմ, որ կինս ինձ դավաճանում է, ասում է տղամարդը, բայց դու կասկածում ես, չէ, ենթադրում ես, դու ունես ինֆորմացիա հստակ ունես, դե որ մտնում եմ սենյակ, հեռախոսը դնում է։ Նա անջատում է հեռախոսը։ Հազար ու մի կարող է խոսում է մի բարեկամի հետ, որ դու արգելել ես խոսել, կա դες բարեկամ կա։ Մյուսը ինչ է, սկսել է վարսավիրանոց հաճախ գնալ, առանց բոլորովին չէր գնում, հիմա ամիսը մի անգամ վարսավիրանոց է գնում, դա արդեն սկսում եմ, ասում եմ, իսկ վարսավիրանոց որ գնում է, հետո ինչ անում, տեղ է գնում, չէ։ Եվ այլն, մի խոսքով այդ անձին ասում ես դու մի հատ ինֆորմացիաները հավաքի, հետո ընդամենը դու մի ասակինը նայել է, որոշ ձեր հաղորդումներից մեկը, որտեղ որ նա ընդամենը իրան հորդորում են, որ նա իրան պետք է կոկիկ լինի, իրեն պետք է հետևի, որ շատ ձյուրին է լինում, երբ որ կինը իրան հետևած, եւ նա սկսում է կապած դարձալ կին, որը տղամարդու մեջ չգիտես ինչի առաջացնում է կասկած եւ տեսեք եւ անապահովություն, որ կինը կարող է ինչ որ մի բան լինի։ Իհարկե մենք որ խոսում ենք անապահովության մասին, ես հատուկ ես օրինակը բերեցի, որովհետև սա էլ է, չէ, անապահովը։ Այսքանստեղ մենք ինչ ենք հասկանում, որ եթե ես ինձ անապահով եմ զգում եւ ես ունեմ կծկտուր ինֆորմացիա, լրիվ չի, ես մի հատ ինֆորմացիան հավաքեմ, որ տեսեմ ոնց կլինի, ինչ կլինի, մանավանդ դա վերաբերում է տարբեր, ասենք թե եղանակը, շոկը կվերջանա, թե չի վերջանա, թուրքը կվերջանա, թե շատ հարցերում է դա լինում։ Պարտադիր չի, որ այդ անապահովությունը լինի, որ ես աշխատավարձ չեմ ստանում, վաղը ոնց եմ ապրում։ Դա էլ է, չէ, ենթադրություն։ Քիչ է աշխատավարձը, աշխատի գնա մեկ օր, մի քանի տեղ գնա աշխատի։ Չէ, կան մարդիկ, որոնք միջև խոր ծերությունը կարողանում են աշխատել։ Ձեզ ինչ է եղել։ Ուրեմն, եթե մենք ապրում ենք ֆորս մաժորների մեջ, ուրեմն ֆորս մաժորով էլ պետք է այլ պիտի չնայենք, ես եմ ուզում կամ եմ ուզում։ Պիտի խնդիրները իրանից զանազանենք, այսինքն եթե ես չունեմ փող, ես չպիտի մտածեմ, որ ես այս գործը չեմ անի, բայց ես որ փող չունեմ, ինձ դա տա անապահովություն։ Տեսեք ինչ աբսուրդ վիճակներ կարող է լինել։ Այդ դա է երևի պատասխաններից մեկը ձեր տված հարցին։ Նախ հուսանք, որ այս թողարկում ամուսինը կնային։ Քայո, եթե չնայի իրան շատ վատ կլինի։ Տիկին Զատորյան, ինչ արարքներ, ինչ սովորություններ է ձեռք բերում մարդը, ով ունենում է ներքուստ անապահովության զգացողություն, չգիտակցված։ Բայց այդ արարքներից հետո իրեն լավ է զգում չհասկանալով, որ դրանով իմիտացիա է ստեղծում ապահովվածության, ապահով լինելու։ Նա օրինակի համար
կարող է ձեռք բերի մի հատ լավ խալատ, այն գիտեք ու փաթաթվի այդ խալաթի մեջ կամ օրինակի համար անձինք ովքեր որ կան մարդիկ, որոնք ասում են նենց եմ մորթի սիրում, մի քանի շուբա է առնում այդ բաները, հա, կինը առնում է տարբեր մորթիներից, չնայած հիմա այդքան դա արդիական չի, արդեն նատուրալ փոստերը դա բան չեն, բայց համենայն դեպս նա այդ փափլիկը, դաժե փափլիկ չէ, փափլիկ ինչ-որ բան է, երեխաները քնում են իրենց խաղալիքների հետ, այդ արջուկների, այդ հազար տեսակի ոչ թե տիկնիկի, որը ասենք թե պլեքսիգլաս փափուկ որ նա լինի, դա սովորաբար արջուկներն են լինում, կամ ասենք թե նապաստակիկներն են լինում, նա անպայման քնում է իրա հետ, որ նա բաննի, կամ էլ ասենք թե շատ են սիրում նաև, որ վերմագա լինի շատ փափլիկ էլի, և փաթաթվում է, ես մի հատ բուջուր բալիկ ծանոթ ունեի, ամեն պարկելուց ասում էր մամա արի ինձ ծածկի, և այդ սովորությունը բավականին երկար, դեռահաս էր արդեն, բայց նա այդ համ մաման է, համ ծածկում է, համ փափլիկ է, որտեղ մայրը չէր հասցնում իրա բալիկին նա աշխատում էր, նա չէր հասցնում այդ տակտիլ, հա, այդ շփումով նա չէր հասցնում սերը տալ, բայց որ ասում են մամա արի ինձ ծածկի, նա իրեն դրանից շատ լավ էր զգում։ Նաև այդ անապահովությունը, տեսեք ես հիմա պատմում եմ և հիշեցի էլի պրակտիկայից մի դեպք, մենք ունեցել ենք այցելու, որը ունի շատ գեղեցիկ աղջիկ էր, մի 6-7 տարեկան, որը կապույտ աչքերով, ոսկե մազերով շատ գեղեցիկ աղջիկ էր, բայց ուներ շաքարախտ, և մամային դե շաքարախտը նաև այդ նույն անապահովության զգացումի հետևանքով է լինում, այսինքն անձը փոքր ժամանակ այդ կյանքի քաղցրությունը նա ստացած չի լինում շատ հաճախ, 100%-ով չէ, բայց դա շատ հաճախ է, վախից է լինում, էլի անապահովություն, և երբ որ հարցնում էինք, մորը որ հարցնում եմ դու քո բալիկին ասում ես, բալիկ ջան, ցավ դա շատ կարևոր էր, հա, այդ դիագնոզի մեջ, առհասարակ երեխային այդպես է պետք դաստիարակել, իսկ այդ դիագնոզով երեխային անպայման, նա ասում էր, իսկ ինչի ինքը չգիտի, այսինքն սիրո արտահայտությունն էլ է, դա ապահովություն տալիս մարդուն, եթե դա չի լինում, նա իրան շրջապատում է տաք վերմակով, նա հագնում է ինչ-որ տնային շորեր, որով փափլիկ տաք է լինում, արջուկը անպայման գրկում, այդպես քնում է, այսինքն այդ բոլոր բաները փոխարինում են, սիրո փաղաքշանքի փոխարինողներն են, այդ դրա մասին է խոսքը։ Նաև շատ հաճախ կան մարդիկ, որ ամենաուժեղ տապին էլ շերտավոր հագնվում են մաքսիմում փակ հագուստով։ Սովորական մարդիկ նույնպես, բայց ես ուզում եմ օրինակը բերել անտուն մարդկանց, տեսնում ենք վերարկուով, 40 աստիճան տաքություն է դուրսը, և նա քայլում է վերարկուով, սա ինչ է, այդ անապահովության զգացողությունը մեղմելու ցանկություն։ Մեկ, երկրորդը, ինչ ունի վրան, omnia mea me comporto, լատիներեն դա նշանակում է ամեն ինչ ունեմ, հետս եմ կրում, իմ վրա եմ կրում, այսինքն ինքը նա ինչ ունի, որ ոչ միտեղ չթռնի, որտեղ նա անապահով է, նա տուն չունի, հա, նա հետը նա հագնում է, որ իրա հետ երբեք դա չկորցնի։ Երրորդը, նա կարող է իհարկե, եթե նա փաստորեն փողոցում ապրող անձ է, նա կարող է ունենալ լուրջ հիվանդություններ, որոնք իսկ շատ հիվանդությունները արտահայտվում են մրցկանությամբ, և դրա համար նա հագնում է շատ երկար և իհարկե մի քանի շերտով հագած հագուստը դա տալիս է ապահովության զգացում, այսպես ասած ռուսերեն многослойность поддержки, մի ժամանակ դա շատ մոդայիկ էր, հա, ասենք թե սառուչկա են հագնում, նաև այդ կարգի մարդիկ իրենք կարող են ունենալ հիվանդություններ, որովհետև դե իր կեցաղը այդ ինչ է, որ նա բան անի, առողջինի և մի ժամանակ նույնիսկ այդպիսի մոդա էլ կար, երբ որ մի քանի շերտով տարբեր հագուստներ հագնում էին և դա մտնում էր արդեն դե մոդան դա ինչ է, դա արտացոլումն է
կյանքի դա ասենք թե ժամանակաշրջան այո ժամանակաշրջան Նաև երիտասարդ աղջիկների եմ շատ հաճախ տեսնում, նաև տղաների եմ տեսնում տապին ոտքից գլուխ սև հագնված փակ հագուստով, փակ։ Սա ինչ է, բացի մոդան, որտեվ մոդան միշտ ունենում է այլընտրանք։ Սա ինչ է, ինչու են այսօր երիտասարդները հագնում տապին հագուստներ, որոնք փակ են եւ շոկ է։ Եվ բաց հագուստի մասին չէ խոսքը, այլ հենց ինքը կտորի տեսակն էլ բարակ չէ։ նա ուրեմն ամեն մարդը կրում է այն ինչը արտահայտում է իր ներսի վիճակը դժբախտաբար իրենց մեջ սև է գույներից ավելի շատ է քան մեկ ուրիշ գույնը իրենց եղունգներն էլ են սև լինում սև տեսեք սև լաք չէ մտավ մոդա դա խոսում է իր շատ ծայրաստիճան դեպրեսիայի կամ դեպրեսիվ ֆոնի մասին շատ ծայրաստիճան եւ նույնիսկ կա գունաբուժություն այսինքն գույնով բուժվելը դա երբ որ դու այցելուիդ եւ մեր այցելուների մեջ իհարկե շատ են որոնք սև են կրում դու իրեն ասում ես հաջորդ սեսիային հաջորդ հանդիպանը կգաս կամ կարմիր կամ դեղին կամ կանաչ կամ կապույտ շորով ոսը ես չեմ հագնում այդ շորը իմ գարդարոբը ամբողջը սև է ասում ենք դա մեզ հետաքրքիր չի դու կգնաս եւ կառած այսինքն զուգահեռ դա նաեւ գալիս է ինչն է գալիս հա ձևի եւ բովանդակության այսինքն ձևից գնում ենք դեպի բովանդակություն որտեղ միանգամից բովանդակությունը ներսը հա լրիվ օգնելը որ մարդ ազատվի մաքրվի դա դժվար է լինում բայց ես իրեն եւ բացատրում ես անձը սկսում է դա հասկանալ եւ իհարկե դա ի կատար է ածում իմիջիայլոց ես հիմա որտեղ գալիս է մի կին էր գալիս էր շոքին նա սև շալվարով էր նա սև բլուզով էր եւ սև ինչ որ վրայից այն պալտոյա տիպի բան էր ճիշտ է շատ հաստ կտորից չէր ստեղ ընդամենը մի հատ զարդ էր լրիվ սև կոշիկները սև տեսեք այդ մարդիկ էլ էլի նույնն է որ եթե իրան հարցնես նա կարող է ասի բա գիտեք չգիտեմ այնտեղ 7 տարի առաջ ինչ որ բարեկամներից մեկն է մահացել նա դրանից հետո սևը հագել է եւ այդ սևը չի հագնում միջդեռ որոշ երկրների մոտ սքի գույնը սպիտակ է Օրինակ Հնդկաստանում սպիտակ է եղել Անգլիայում սևը մտցրեց Եկատերինա Մեդիչին Անգլիայում էլ սքի գույնը մինչև Եկատերինա Մեդիչին եղել է սպիտակը տեսեք նաև այդ բաներն էլ է եղել այսինքն դեպի սևությունը շատ է տանում առաջ ես հիշում եմ որտեղ որ ես աշխատում էի մեր աշխատողներից մեկի մոտ բարեկամ էր մահացել եւ նա սև շորով էր գալիս դե այն ժամանակ ոնց էր ընդունվում մինչև 40-ը սևը հագնում էր հետո կամած արդեն եթե ասենք թե բան չէր եւ նա այդ սևը չէր հանում իր վրայից եւ ես այդ հիմնարկում որոշակի պաշտոններ զբաղեցնում եւ եկավ բաժնի վարիչը ասես մենք խնդրում ենք ամբողջ բաժնով որ դուք իր վրա ազդեք եւ որովհետեւ մենք այդ սև շորով իրեն տեսնել չենք կարող այսինքն այդ իր սքի վիճակը ինչի որ դա խիստ անհատական է դա չի կարելի ասենք թե որ կողքիները այո դա չի կարելի եւ մենք շատ բան ձևով ինչ-որ ձև գտանք որ իրան մի խոսքով դա բացատրվեց ասվեց եւ նա այլևս այդ սև շորերը սկսեց չկրել Տիկին Ծատուրյան ես մարդիկ կան ում նկատում եմ որ տարիներ շարունակ գլխին շրջանակ են կրում տարիներով ընդ որում այսպես բավականին բարձր կամ ակնոցներ Սա ատրիբուտ է, առանց որի իրենց հավանաբար չեն էլ պարտքի։ Եվ անգլոցը եթե աչքի վրա չի, ապա ստեղ Գլխին, աչքի չեմ էլ նկատել, միշտ գլխին ակնոց կամ ինչ-որ շրջանակ, բարձր շրջանակ գլխին։ Առանց սրա չեն իրենց պատկերացնում։ Սա ինչ է, երբ մարդը ինչ-որ մի աքսեսուարից այսպիսի կախվածություն է ունենում ձգվող տարիների վեր։ Դա գիտեք, դա երկու բան կարող է լինի։ Դա քանի որ թագի սիմվոլ կարող է լինի ներսից եւ ակնոց եւ
դա կարող է իշխանատենչության ավելի տանող բան լինի։ Դրա հետ մեկտեղ դա կարող է նաև այդ ձիգ լինելու, փակված լինելու, էլի բանի այդ վիճակի կարող է արտացոլումը լինի։ Բայց առաջինը ինձ թվում է այնուամենայնիվ դա ավելի իշխանությանը ձգտող մարդիկ կան, չէ, ոչ անպայման իրենց է պետք է լինի, իսկ այս աքսեսուարը իրեն շատ օգնում է այդպեսին լինել։ Այսինքն ակնոցը գլխին դա իրենց երևակայության մեջ ենթագիտակցորեն հագեց Այո, ենթագիտակցորեն դա իհարկե ես չեմ կարող ասել, որ ինչ որ ես ասում եմ բացարձակ ճշմարտություններ են, դա կարող է նաև դե տեսակետի, անհատական այո, տեսակետի կարող է դա բանի, ես ուղղակի բարեկամուհի ունեմ, որ այդ ակնոցով մանագարեց եւ մնացած իր բնավորության գծերը ես լավ գիտեմ, ել չեմ ասում, որ այդ բաները, այդ աբադոկ կոչվածները, բայց տեսեք էլի մոդայի հետ գալիս է եւ գնում է, հիմա այդքան այնուամենայնիվ չեն գրում։ Մի պիրուտ այդ աբադոկները շատ են, մազերը շատ դիք կապում են, տեսեք, բան կանայք են, ձիգ կապած մազի վրա աբադուկը դրա, արդեն մազը ձիգ կապած աբադուկը ինչ կարիք է դնել, բայց նա դնում էր, այո, եւ սանրվածքները չեն փոխում, այո սանրվածքները չեն փոխում, դա խոսում է ինձ թվում ավելի մշտապես գլխարկով այդ կեպիով մարդիկ կան տարիներ շարունակ կեպիով են, սա ինչ է, ինչու չեն կարողանում բաժանվել, ընդ որում շոկ եղանակին տակ եղանակ Բան չունեմ ասում, նախ այդ մարդիկ սկսենք նրանից, որ իրենք այդ կեպիով ամենտեղ են մտնում նույնիսկ եկեղեցի, իրենք տարական կանոնները չգիտել, բայց դա թողնենք, խոսենք իրենց հոգեբանական վիճակի մասին, մեկ կեպին, մեկ էլ կա սանրվածք, երբ որ այստեղից մասը գալիս է համարյա թե աչքերի մեջ է մտնում, նա ծածկում է աչքերը, իսկ ինչի աչքերը ծածկում, ուրեմն նա ինչ-որ հայացքից կարող է խոսափի ինչ-որ մեկից կամ իր աչքերի մեջ ինչ-որ մի բան ունի, որը կարող է դիմացինը կարդալ եւ դա ծածկելը կամ էլ կեպիով է կամ ակնոցը չի հանում, որը համարվում է, այսինքն դու երբ որ սկսում ես հաղորդակցվել, պարզաշոք է համար է բոլոր ակնոցը, բայց եթե դու սկսում ես արդեն մարդու անձի հետ հաղորդակցվել, դու պետք է ակնոցը անես, եթե դա օպտիկական ակնոց չի, դու պետք է ակնոցը անես, ինքը մնում է ակնոցով։ Էդ էլ ես կեպիին ավելացնում եմ ակնոցը արդեն ոչ թե այստեղ, այլ աչքերի վրա։ Այո, դա խոսում է եւ դա իհարկե փակ լինելու մարդիկ շատ փակ են, իբրև կանոն իրանք եւ փակ են, իրենց ասացի են եւ շատ փոփոխություններին չեն գնում, որտեղ իրենք ոնց որ գլխարկը որ հավնեն տղամարդիկ, իրենք ոնց որ մերկանան։ Տիկին Ծատուրան, կիպ շորերը մարդը ազատ հագուստով իրեն չի պատկերացնում եւ ասում է ես պիտի զգամ հագուստը ինչպես է մարմինս գրկում, այսպես է միայն ինձ համար կոմֆորտ, նաեւ որպես կանոն այդ հագուստի տեսակին գոտի են ավելացնում շատ ձիգ կապված, դե այդպես է իրենց հարմար, Այդ արդեն աբադոկնա գոտկատեղին էլի, արդեն այդ նույնն է։ Սա ապահովության զգացողություն հաղորդելու տակտիլ, Դա ոչ թե ապահովության, ավելի ինքը գուցե իրեն շատ խիստ էր մեծացրել եւ այդ ձիգ լինելը, այն որ ռուսի ասած не расслабляйся, հա, չթուլանաս հանկարծ, այնքա այդ ձիգ դրա հետ մեկտեղ մեր տարազի մեջ կա գոտին, քյամարը, չէ, որովհետև քյամարը նաև դժվար մեր տատերը ունենային են հոգեբանական խնդիրները, որը հիմա ունեն իրենց թորները, կորները եւ ծորները, ապա մեջքը շատ լավ է պահում քյամարը, համարում էլ քյամար կրելը երիկամների չհիվանդանալու նոմեր առաջի գրավականն էր։ Տեսեք ինչ եւ էլ չեմ ասում ողնաշարի մասին։ Տեսեք նախ ինքը երիկամնային մասը պահում էր տակ, որովհետև արծաթը երբ որ տաքանում էր եւ դա շատ հաճելի տաքություն էր, դա ճիշտ էր ավելի եւ էլի դա բաներ հոգեբանական ամրություն, այո, հոգեբան եւ մեջքը շատ ձիգ էր պահում։ Իսկ մենք ինչ ենք, մենք բոլորս անընդհատ բարել, չէ, կուզիկությունը կա։ Իսկ ինչը վերաբերում է ժամանակակից ավելի բաների, այրան նա այդ են մարդն է, որը ինքը չի թուլանում, ինքը իրեն թույլ չի տալիս թուլանալու եւ նաեւ կան կանայք, որոնք չեն հանում են ամենա ինտիմ ներքազգեստը, հա, կրծկալը,
դրանում նույնիսկ գնում են, էլի նույնա, տեսեք ինքը իրեն նա անընդհատ պատրաստ է ինչ-որ մի բանի, որ նա պետք է վեր կարա վազի ու գնա ինչ-որ բան անի, այն նաև դրա մասին մենք կարող ենք խոսել, դա իհարկե հոգեբանական խնդիրներ են բոլորը, այո նա իրեն թույլ չի տալիս թուլանալու, կամ նա շատ շտապող է լինում, նա ուշացող չի լինում, հա նա շատ նաև կարող է այդ մարդիկ լինեն կոնֆլիկտային, տեսեք, արդեն ուր է գրում հասնում, եթե մարդը ապահով իրեն չի զգում։ Խոսեցինք գոտիների մասին, գոտեպնդել բառը, այսինքն գոտին հնարավորություն է տալիս մարդուն իրեն պինդ զարալու, ապահով զգալու, այլ ինչ սովորություններ են, որոնք ոչ միայն հագուստի մեջ, այլ նաև սովորություններ իբրև գործողություն կարող են մարդ իր համար ռիտուալային դարձնի, ապահովության զգացողություն ինքն իրեն տալու համար։ Դե օրինակի համար, երբ որ նա ասենք, թե տեսեք նույնիսկ կիմոնոյի մեջ անպայման գոտի կա, չէ, եւ առհասարակ բոլոր տարազների մեջ կա, իսկ մենք մոտ էլ նույն այդ խալաթը, որ հագնում ենք, գոտի սիրում ենք, որ գոտին անպայման ձգում է, դա հավաք է քեզ պահում եւ ավելի մի տեսակ ոնց որ էլի նորից եմ ստիպված կրկնում, արդեն չես թուլանում, Երասլավլյայերսը, եւ այդ ձիգ ես լինում եւ պատրաստ ես ցանկացած ինչ-որ գործողություններ Մարտական վիճակ։ Այո, հա, դա արդեն մարտական վիճակին նմանվում է։ Ինչ խնդիրներ հասուն կյանքում կարող է երեխան ունենալ, եթե այդ մանկության տարիներին անապահովության զգացողություն է։ Նա նախ մեծանում է ամբիվալենտը որն է, դա երկակիությունն է, նա իր առանցքը եսը լավ չի ձևավորված լինում, նա լինում է տագնապներով, նա լինում է վախերով, իբրև կանոն կասկածամիտ, դա կասկածամտություն էլ չէ, դա ինչա դա կասկածամտությունը եւ վախը շատ մոտիկ են իրար կանգնած, որտեւ երկուսն էլ ենթադրության հավատալն է, եւ կասկածամտությունը եւ վախը դրա համար են տարբեր բնույթ են, բայց մի ճյուղի պտուղներ են իրենք դառնում, նա այդպես է լինում, նա ամենավտանգավորինն է, որ նա չի ռեալիզացնում բոլոր այն հատկությունները, որոնք մանկուց իր մեջ դրված են եղել, իսկ դա շատ կարևորվում է, հա, երբ որ նա փակ մարդ է լինում, այսինքն ստեղ արդեն կոմունիկացիայի շփման բաները նա լավ չի կարողանում ապահովել, որը որ բերում է ավելի սակավ շփումների եւ նա ավելի մեկուսացած է լինում, չի սիրում գնալ տեղ, չի սիրում ինչ-որ բաներ անել, որտեղ իրեն ավելի կոմֆորտն է եւ նա շատ կարծիքներից է կախված լինում։ Մի խոսքով այնտեղ համարյա թե բոլոր հոգեբանական հին ամենատարածված խնդիրները այդ մարդը այդ անձը սկսում է ստանալ, որովհետեւ նա այդ ջերմությունը ապահով, եթե մարդը ապահովությունը չի ստացել, նա արդեն անապահով մարդը ոնց իրեն կզգա, չի կարող, բայց դա կարելի է մեծ տարիքում դա կարելի է իհարկե շտկել եւ ձեռք բերել։ Անապահովության զգացողություն ունեցող մարդը լինում է կասկածամիտ։ Այո, որտեւ ինքը ապահով չի եղել, չէ, ինքը արդեն կասկածել է, իրան սիրում են, թե չի սիրում, որտեւ նա ապահով չի եղել, այն ով որ ապահով է, նա գիտի, որ նա սիրված է եղել։ Տիկին Ծատուրյան, կինը կարող է ապահովության զգացողությամբ մեծացած լինի, սակայն ամուսնանալուց հետո անապահովության զգացողություն զգա ամուսնուց եկող։ Կնոջ ապահովության զգացողությունը ամուսնուց որքանով է կարևոր ընտանիքի ամրության Դե համար։ դա հենց այրուկին մին տղամարդի գլուխ, եթե գլուխը լավ չի աշխատում, ուրեմն ապահովության զգացում կինը չի կարող, դե վերացական եմ ասում, ունենալ, դա սկսում է ձևավորվել, գիտեք, ինձ թվում է ինչից առաջի երթի, երբ որ ամուսինը կամ թաքցնում է ինչ-որ բան, կամ ճիշտը չի ասում, այսինքն չկա վստահություն իրար մեջ, հա, չկա, ասենք թե գումարային պարզ հարաբերությունները, ինչքան է ստանում գումարը, որտեղ ծախսեց եւ այլն, նա իրեն տղամարդ պատկերացնելով հանդերձ ոնց ուզում է այդպես էլ բան անում, չասելու ուր է գնում, չասելու երբ է վերադառնում, հա, անվստահություն, այդ բոլոր բաները վստահություն չեն առաջացնում, չէ, ասենք թե ինքը ինչ որտեղ է գնում օրերով եւ կինը մնում է կեսուր կեսրարի հետ ապրող եւ չի հասկանում առհասարակ ինքը ինչի համար է եւ դա այո դա նույնիսկ եթե նա շատ հետո եթե նա շատ ապահով է մտածել մեծացել ուրեմն նա սիրված է մեծացել մանավանդ հոր կողմից
Իսկ կինը միշտ իր ամուսնուն համեմատում է միշտ չէ որ պարս, այլ ենթագիտակցորեն էլ է դա լինում իր հոր հետ է համեմատում եւ երբ որ նա չի տեսնում որևէ նմանություն, այստեղ արդեն ընտանիքի ձևավորումը խիստ սկսում է հապաղել, նա չի կարող շատ լավ զարգանալ, այստեղ դա շատ վտանգավոր է, որովհետեւ եւ նաեւ այսօր օրինակի համար հենց մի պրոբլեմ ունեցա, երբ որ արդեն 1 տարի ամուսնությունից հետո բաժանվում են, այդ ապահովության զգացումը չկար։ Գիտեք ինչի չկար, որովհետեւ աղջկա հայրը ինքը բոլոր ֆինանսական հարցերը նորաստեղծ ընտանիքի վերցրեց իր վրա։ Ստացվեց, որ այդ երիտասարդ տղան, որը ձգտում է, աշխատում է եւ այլն, նա ոչ մի բան, ինքը ոչ մի բան իր աշխատանքը ոչ մեկին ոչ էլ պետք է։ Տեսեք, հիմա հայրը շարունակում է ցույց տալ, որ իր աղջիկը ապահով է, բայց ինքը դնում է իր եւ ամուսնու հետ անապահովության դաշտի մեջ։ Տղան որոշել է բաժանել եւ հաստատ է որոշել բաժանել։ Խնդրեմ։ Սակայն սա նյութական ապահովության մասին չէ խոսքը, այլ զգացողության Իհարկե, որտեղ նյութական ապահովությունը հենց նպաստեց հոգեբանական ապահովության ձևավորմանը։ դրա բացակայությանը։ Փոր կողմից նյութական ապահովությունը, որ տուն առավ, տեղ առավ, բայց հոգեբանական ապահովությունը, որ ամուսինը դա պետք է աներ, թող մի քիչ ուշ աներ, դա խառնվելը բերեց դրան։ Շնորհակալություն զրույցի համար։ Խնդրեմ։ Ապահովության զգացողությունը իսկապես բազային զգացողություն է։ Սա թեմա է, որին մենք էլի ենք անդրադառնալու։ Այս անգամ փորձեցինք ապահովության զգացողության այս ասպեկտը վերլուծել եւ ձեզ ներկայացնել։ Մեկնաբանությունների բաժնում դուք կարող եք գրել ձեր ցանկալի հարցերը, որոնց պատասխանները կցանկանաք որ լսել, ինչպես նաեւ կարող եք գրել թեմաներ, որոնց կուզենայիք, որ մենք անդրադառնայինք։ Ես ձեզ մաղթում եմ ապահով եւ ապահովվածության զգացողությամբ կյանք, թե նյութական, թե հոգեբանական, թե պաշտպանական։ Մնացեք խաղաղությամբ, առայր։